Իսներ Տեր Հիսուսի անունով բոլորիդ ողջունում ենք, հայտնության հերթական հաղորդումը եթերում է, այսօրվա մեր հաղորդման իբրև նյութ, իբրև ելակետ, պիտի ծառայի Հովանու ավետարանի առաջի գլխից մի քանի համարներ, որ պիտի կարդամ ձեզ համար։ Սկզբեն էր բանը Աստծո խոսքը, այսինքն ինքը Տեր Հիսուս Քրիստոս, եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր, եւ ամեն բան նրանով եղավ, եւ առանց նրա բան չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ կլուսավորեր, եւ խավարը նրան չճանաչեց։ Աստծուց խրկված մարդ մկար, որուն անունը Հովանես էր։ Նա վկայության համար եկավ, որպիսի լույսի համար վկայե, եւ այս լույսը մեծատառով է։ Որպիսի ամենքը անոր միջոցով հավատան։ Ինքը չէր այն լույսը, հապա եկավ, որպիսի լույսի համար վկայե։ Ճշմարիտ լույսը նա է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը կլուսավորե։ Իսկ կանչելի խոսքեր են, սերներ հիմա Ալբերտ եղբոր հետ միասին պիտի խոսենք իրական, ճշմարիտ, անմար լույսի մասին, որը Հիսուս Քրիստոս։ Եթե թույլ տաք, ես կուզենայի պարզաբանել մի քիչ բան բառի իմաստը, իհարկե, որովհետև պետք է հասկանանք, թե ում է գրում Հովանես առաքյալը, այդ առաջի մի քանի տողերը, որ տեսնում եք Հովանու ավետարանի մեջ, մենք գիտենք, որ Հովանեսը գրում էր հունալեզու հելլենիստական մտածելակերպի լսարանին, ովքեր որ կրթված էին հունական փիլիսոփայությամբ, եւ մինչեւ նույնիսկ նոր կտակարանը հույն մտածողները հելլենիստական խոսում էին մի Աստծո մասին, որին չէին ճանաչում իրենք, բայց խոսում էին եւ փորձում էին հասկանալ եւ այդ Աստծո անունը դրել էին լոգոս եւ մեր լոգիկա բառը այդտեղից է գալիս, որը հունարեն լեգո բառն է խոսել, բանականություն, բանավոր, այսինքն ինտելեկտ, մտական հզորություն, հոգի, ինչ որ կարելի է Աստծո հետ կապել, հույները մի բառով անվանում էին լոգոս, եւ որը հայերեն հենց բան բառն է, եւ այստեղ Հովանեսը գրում է, որ այդ Աստծուն, որին որ դուք փնտրում եք, այդ կոչված լոգոսը հենց Հիսուս Քրիստոսն է, անձնականացած, անձնապես, անհատական Հիսուս Քրիստոսն է, որ այս աշխարհ եկավ։ Իհարկե շատ տարիներ, հազարավոր տարիներ մարդկությունը փորձել է փնտրել ճանապարհներ Աստծո հետ շփվելու։ Եվ իհարկե մարդը հնարավորություն չուներ Աստծուն դեմ առ դեմ տեսնել, հնարավորություն չուներ Աստծո հետ շփվել մեղսագործության պատճառով։ Եվ մենք Աստվածաշնչի մեջ դա կարդում ենք, տեսնում ենք, որ 5 կտակարանի մեջ մարդը երբ որ արարվեց Աստծո կողմից հնարավորություն չուներ Աստծո հետ շփվել, որովհետև արդեն մեղսագործությունը պատնեշ էր գոյացրել։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ նոր կտակարանը մի լրիվ նոր լույս է սփռում մարդկության աչքերի վրա, լրիվ նոր լույս, այսինքն եթե ուզում ես դու Աստծո հետ շփվես, քեզ պետք է որ Աստված ինքը մի քայլ անի քո նկատմամբ, իրեն դարձնի ավելի մատչելի, որպեսզի դու ավելի ճիշտ հասկանաս։ Շատ անգամ անհավատ մարդիկ, անհավատությամբ բռնկված մարդիկ, երբ որ խոսում ես իրենց հետ, դու զգում ես, որ իրենց ըմբոստությունը արտահայտվում է հետևյալ կերպով. ուր է քո Աստվածը, թող գա, ես իմ աչքերով տեսնեմ, ձեռք տամ, հասկանամ, այն ժամանակ նոր կպաշտեմ այդ Աստծուն։ Իսկ ես ասում եմ, գիտեք ինչ, եթե ես այդ Աստծուն տեսնեի այս սենյակում, ձեռք տայի, եւ Աստված այդքան պարզ եւ մատչելի լիներ իմ համար, ես չէի ուզենա այդ Աստծուն հավատալ։ Եվ եթե մի բան տեսնում ես, շոշափում ես, ինչ պետքություն ունես հավատալու։ Այո, այսինքն ինչ կարիք կա հավատալու, եթե դու իրոք շոշափում ես, եւ պատկերացրեք ընդհանրապես այսպես է, որ եթե ինչ որ մի անձնավորություն դառնում է լրիվ մատչելի քո կողմից, այսինքն դու տվյալ օբյեկտին, տվյալ անձնավորությանը, տվյալ առարկային 100% հասկանում ես, դա նշանակում է, որ տվյալ օբյեկտը քեզանից ցածր է կանգնած։ Եթե դու 100% հասկանում ես, բայց իհարկե մենք Աստծուն 100% հասկանալ եւ տեսնել չենք կարող, որովհետեւ պատկերացրեք, Աստված, որը
ստեղծել է իր շնչով, մի հարվածով, ամբողջ տիեզերքը, որ այս մոլորակը կախել է տիեզերքի մեջ, եւ շատ երկար պատմություններ կան իհարկե Աստծո արարչագործության մասին, ինչպես կարող է այդ հզոր Աստվածը գա, որպեսզի մենք մահկանացուներս կարողանանք իրեն տեսնել, բայց Աստված մեկ ուրիշ որոշում ընդունեց։ Աստված մարդացավ, որպեսզի հնարավորություն ունենա մարդը, ինչպես որ մենք ենք ասում, տեսնել եւ շոշափել եւ իր ուղեղով, իր հոգեվորությամբ մատչելի ձևով կարողանա հասկանալ։ Եվ հետաքրքիր է նաեւ որ հույները ասում են, որ լոգոսը գտնվում է ինչ որ մի տեղ տիեզերքում, որին երբեք մենք չենք կարող հասնել։ Լոգոսին ճանաչել, այսինքն բանականությունը, այդ Աստծուն կարելի է ճանաչել միայն արարչագործության մեջ ինչ որ մի ձևով որպես արտացոլում, բայց Աստծո խոսքը ասում է, որ ոչ, Աստված ավելի քայլ արեց։ Լոգոսը դառավ մարդ, մարդացավ եւ այդ մարդու մշակութային անունն էր Հիսուս Քրիստոս, հրեական մշակույթի մեջ։ Հիսուս Քրիստոս, որը եւ թարգմանաբար նշանակում է օծյալ փրկիչ։ Օծյալ փրկիչ, եթե այդ ավելի բարձրաբանենք, շատ մարդկանց թվում է, որ Հիսուս Քրիստոս դա անուն ազգանուն է, ինչպես Արմեն Վարդանյան, բայց իհարկե դա չի, եբրայական լեզվով իսկական անունը Յեշուա, Յեշուա նշանակում էր փրկիչ, Յեշուա, եւ Հիսուսը դա ավելի հելլենիստական արտասանությունն է, Հիսուս, Յեշուա բառի, եւ Քրիստոսը հունարեն բառ է, նաեւ եբրայերեն Յեշուա Համաշիախ, այսինքն օծյալ փրկիչ, որի մեսիա բառն է գալիս, իսկ հունարենում խրիզմա բառը կոչվում է օծել, ինչ որ բան, եթե դու ոսկին ես օծում ինչ որ բանով, դա կոչվում է խրիզմա, եւ Քրիստոս նշանակում է օծյալ, Հիսուս Քրիստոս նշանակում է օծյալ փրկիչ, այո, եւ մենք կարող ենք ասել, որ Աստծո մարմնականությունը արտահայտվեց Հիսուս Քրիստոսի անձի մեջ, որ ինչքան զարմանալի է, որ Աստված պատկերացրեք ինչքան է մեզ մարդկությանը սիրում, իհարկե ազգային սահմաններից դուրս, որովհետև մանկամտություն է դա, մտածել, որ Աստված մի ազգին ավելի շատ է սիրում, մյուսին չի սիրում, կամ մենք ընտրված ենք, մյուսը ընտրված չի, Աստված ամբողջ մարդկությանը ստեղծեց հավասար եւ Աստծո աչքի առջև բոլորը ունեն հավասար արժեք։ Եվ մենք վերադառնում ենք մեր թեմային, որ Հիսուս Քրիստոս ասեց, որ ես եմ այս աշխարհի լույսը։ Այո։ Եթե իդ գնանք միջև Եդեմական պարտեզ, որտեղ առաջի ստեղծվածներ Ադամը եւ Եվան, նրանք Աստծո հետ հարաբերվում էին, լույսի մեջ էին, որովհետև Աստված իրենց հետ էր, իրենք հարաբերվում էին Աստծո հետ, սակայն ամեն բան փոխվեց այդ աննազանդության պատճառով, մեղքը գործելու պատճառով, Աստված եւ մարդ հարաբերությունը խզվեց մեղքի պատճառով եւ իհարկե նաեւ խավարը մեջտեղ եկավ։ Մարդու համար եկավ խավար եւ այդ խավարի շրջանը թագավորեց բոլոր հեթանոս ազգերի մեջ միջև Հիսուս Քրիստոսի մարմնով աշխարհ գալը։ Իհարկե, այդ 4000 տարվա ընթացքում Աստված տարբեր կերպերով գործեց, տարբեր շրջաններով անցավ մարդկությունը, ինչպես խղճի շրջան, ասենք օրենքի շրջան, ի վերջո Աստված իրեն հայտնեց Հիսուս Քրիստոսի անձի մեջ եւ Հովհաննես առաքյալը սքանչելի է գնում, որ Հիսուս աշխարհ եկավ իբրև մարդկության լույսը լուսավորելու համար։ Եսայի մարգարեն այդ կապակցությամբ արդեն մարգարեացել էր գրելով, որ խավարի մեջ նստող ժողովրդի բոլորտիքը լույս ծագեց եւ այդ իրականությունը, որ 700 տարի առաջ գրել էր, կատարվեց ուղղակի տառացիորեն Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով եւ Ղուկաս ավետանիշն է հետեւյալը գրում. Դուն ով մանուկ բարձրալին մարգարեն պիտի կոչվիս, վասնզի Տիրոջ երեսին արջևեն պիտի երթաս, անոր ճամփաները պատրաստելու։ Ինչի համար?
անոր ժողովրդին գիցնելու իրենց փրկությունը իրենց մեղքերին թողությունով մեր Աստծուն գտած ողորմության համաձայն, որով ծագող արեգակը վերեն մեզ այցելություն եկավ խավարի եւ մահվան ստվերի մեջ նստողներուն լույս տալու եւ մեր ոտքերը խաղության ճամփի մեջ շտկելու։ Ուրեմն այստեղ մի գեղեցիկ տիտղոս անուն է տրված Տեր Հիսուսին ծագող արեգակ։ Ոմաց համար խառնաշփոթ կա։ Եթե կոչվում է ծագող արեգակ, ուրեմն արեգակն է Աստված։ Սակայն ինչ մեծ մոլորություն է սա, որովհետև Աստված ինքը 4-րդ օրը լուսավորները արեգակը եւ լուսինը մեջտեղ բերեց լուսավորելու համար։ Եվ գրված է, որ արեգակը ցերեկը լուսավորելու եւ լուսինը գիշերը լուսավորելու համար են։ Դրանք ստեղծվածներ են, դրանք ինչպես կարող են պաշտվել, սա ուղղակի կդառնա կռապաշտություն։ Ամենամեծ փորձությունը, որ մարդկությունը անցել է եւ վտանգը իհարկե, նա է, որ մենք չենք կարող երբեմն զանազանել առարկան, ֆիզիկական առարկան եւ դրա իսկական իմաստը։ Ենթադրենք ինչ որ մի առարկա պետք է խորհրդանշի իրական իմաստը։ Մենք տեսնում ենք այդ ռեկլամները, որ ասում են ազդագիրները։ Այո։ Եթե մենք տեսնում ենք նկարը ինչ որ մի ուտելիքի կամ ինչ որ բանի, դա չի նշանակում, որ դա է այդ առարկայի վերջնական իմաստը։ Սա նշանակում է, որ այդ առարկան խորհրդանշում է իսկական էությունը, որը ինչ որ մեկ ուրիշ տեղ է գտնվում։ Հետևաբար մարդկությունը անցել է այդ փորձությունով, որը Աստվածաշունչը անվանում է կռապաշտություն։ Այո։ Այսինքն, եթե ինչ որ մի բան խորհրդանշում է իսկական էությունը, մենք էությունը թողնելով սկսում ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել այդ առարկայի վրա։ Հետևաբար, նույն կերպով ես պատկերացնում եմ, որ մարդը կարող է պաշտել սարին, արեգակին եւ նման բաներ, բայց այդ լույսը, որ մենք տեսնում ենք Աստվածաշնչի մեջ, ինչու է Հիսուսը իրեն համեմատում լույսի հետ, որովհետև Աստվածաշնչի մեջ սկզբից մինչև վերջ մենք նկատում ենք, որ Աստվածաշունչը լույսը որպես խորհրդանիշ ներկայացնում է Մովսեսի ժամանակ, երբ որ Աստված կրակի միջոցով է հայտնվում, եւ մենք տեսնում ենք միշտ փայլատակումներ են տեղի ունենում, լույս, հրեշտակի հայտնվելով մենք տեսնում ենք լույս եւ Հիսուսի հայտնվելու ժամանակ լույս, աստղ եւ միշտ այդ լույսի գաղափարը, ինչպես որ հունարեն լեզվի մեջ եւ Հովանի ավետարանը այդպես էլ գրված է հունարենով, ֆոտոս բառն է օգտագործված, որը նշանակում է լույս եւ մեր ֆոտոգրաֆիա բառը այդտեղից է գալիս, որ Հիսուսը հենց այն լույսն է աշխարհի։ Այո։ Եթե միայն լույսի վերաբերյալ գրված համարները Սուրբ գրքի մեջ առանձնացնենք եւ կարդանք, ասենք այդ համարները մեր այս 1 ժամը չպիտի բավարարի։ Իհարկե մի փոքր նաեւ համատականը դնենք լույսի եւ խավարի միջև։ Մարդկությունը հեթանոս աշխարհը խավարով անցավ։ Խավարի ժամանակներով, որովհետեւ ճշմարիտ լույսին չեն ճանաչում։ Իրապես, եթե ճշմարիտ անձին չես պաշտում եւ խորհրդապատկեր ես պաշտում, դա կռապաշտություն է լինում։ Եվ այսօր դեռևս շատ ազգեր կան, որոնց համար, ասենք, կենդանիներ, կովը, օձը եւ այլն իրենց համար իբրև պաշտամունքի առարկա են, սա նույնպես կռապաշտություն է, բայց Հիսուս աշխարհի լույսը եկավ ճշմարտությունը, որպեսզի ամեն հավատացողի սրտերը եւ մտքերը լուսավորի։ Երկրորդ Կորինթացիս 4 գլուխ եւ 6 համարի մեջ այսպես է գրված. Վասնզի Աստված, որ հրաման արավ, որ խավարեն լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցավ Աստծո փառքին գիտության լույսը տալու համար Հիսուս Քրիստոսի անձով։ Երբ որ մենք հավատացինք, Հիսուս Քրիստոսի անձով եւ Սուրբ Հոգի միջոցով Աստված մեր սրտերի մեջ այդ լույսը տվեց եւ մենք հասկացանք, ճանաչեցինք ճշմարիտ լույսը։ Այլևս մենք կարող ենք շփոթել որևէ լույսի հետ այդ լույսը, եթե ասենք մեկը գնում է Լաս Վեգաս, լույսերի մեջ ողողված քաղաքը իր վրա մեծ տպավորություն է դա թողում, իր համար շատ զարմանալի է, զարմանահրաշ է, բայց եթե մեկ ակնթարթի մեջ այդ լույս տվող աղբյուրները
գործառությունից դուրս գան, այդ քաղաքը խավարի եւ մթության մեջ պիտի ընկղվի։ Սակայն Հիսուս Քրիստոսի բերած լույսը հավիտենական լույս է եւ դա իր անձի միջոցով մեր մեջ հաստատված լույս է, որ երբեք չի մարի։ Ավելի պարզաբանելու համար ես կուզենայի նշել, որ Աստվածաշունչը տարբերություն է դնում ֆիզիկական եւ հոգեվորի միջև։ Եվ իհարկե կա ֆիզիկական խավար, եւ որը իհարկե արևի մայր մտնելուց հետո դուք պատկերացրեք ինչքան դժվար է, եթե մարդը մթության մեջ է քայլում, դու առաջի երթին վախ գոյություն։ Ինչու են մարդիկ մթությունից վախենում, որովհետև չեն տեսնում, որովհետև ճանապարհը չի երևում։ Աստվածաշունչը շատ հետաքրքիր կերպով ներկայացնում է խավարի հետևանքները եւ թե լույսը ինչ կարող է բերել։ Խավարի մեջ առաջի երթին մարդը չի կարող ճիշտ ճանապարհը գտնել։ Ոտքը ինչ որ բանի կպնում եւ ընկնում է մարդը եւ վերջապես ճնշված եւ իհարկե վախեցած դրության մեջ է, բայց Աստվածաշունչը հիմնականում խոսում է հոգեվոր լույսի մասին այստեղ եւ պատկեր ինչ բան է մտքի լույսը, ինչ բան է մտքի խավարը, ինչպես մարդը կարող է խավարի մեջ ապրել, ինչպես դու կարող ես արևի լույսի ներքո ապրել, բայց քո հոգեվոր իրավիճակը, քո միտքը լինի մթագնած։ Մենք տեսնում ենք պատմությունից, որ եթե մարդը իսկական ճշմարտությունը չի ճանաչում, մարդը դառնում է խոցելի ամեն տեսակի զանազան հարվածների, ստի եւ մոլորությունների։ Այսինքն ճիշտն ասած, ես նույնիսկ չեմ հավատում, որ գոյություն ունի չեզոք իրավիճակ։ Ես գտնում եմ, որ եթե մարդը ճշմարտության մեջ չի, այդ մարդը անպայման այսպես թե այնպես խոցելի է դառնում ստի եւ մոլորությունների։ Որովհետեւ կիսա ճշմարտություն գոյություն չունի։ Կիսա ճշմարտություն գոյություն չունի։ Գոյություն ունի կամ 100% ճշմարտություն, կամ 100% խավար, որովհետեւ ճշմարտությունը դա չի կարող լինել կիսա, ճշմարտությունը պետք է լինի ճշմարտություն։ Եվ եթե մենք անգլերենի մեջ ենք կարդում եւ հայերենն էլ է դա ասում իհարկե, որ որոշակի հոդով է դա ներկայացված։ I am the truth։ Այո։ Ես ճշմարտ, եթե ասեր Հիսուս ասեր ես ճշմարտություն եմ, այո, դա կնշանակեր, որ ճշմարտություններից մեկն եմ ես։ Այո, ուրիշ ճշմարտություններ։ Ես ճշմարտություն մնեմ, կա, չէ՞, ասենք արևմտահայերենում, բայց ես ճշմարտությունն եմ։ Այո։ Եվ հունարենի մեջ եւ մեկ ուրիշ շատ ուրիշ լեզուների մեջ այդ որոշակի հոդը կա I am the truth, ես եմ միակ ճշմարտությունը։ Եվ շատ մարդիկ իրենց համար թվում է, որ դա շատ ժամանակակից մտածելակերպ է, եթե հաշվենք, որ Հիսուսը դա ճանապարհներից մեկն էր։ Բոլոր կրոնները տանում են դեպի Աստված, այսպես թե այնպես, մյուսը մի քիչ երկար ճանապարհ, մյուսը դեպի մի քիչ ավելի կարճ։ Մարդկանց թվում է, թե Մուհամեդը մի Հիսուսի նման անձնավորություն էր, որ ինքն էլ իր ճանապարհն առաջացնում։ Բուդդան իր ճանապարհն է առաջարկում, բայց ես ուզում եմ ասել, սա իհարկե ինչպես հիմա ընդունված է tolerance, այսինքն այդ սկսել մարդկանց ամեն ձևի մարդկանց հարգել եւ հիմա դա նորաձևություն է։ Իհարկե մենք հարգում ենք բոլոր կրոններին, բայց մենք պետք է հասկանանք, որ Հիսուսը ասեց, որ ես եմ միակ ճանապարհը։ Ինչքան էլ դա միգուցե կոպիտ հնչի, ինչքան էլ դա հնչի էքսկլյուզիվ կամ արտաքսող մյուս մարդկանց կամ հավատանքներին, բայց ես ավելի ճիշտ կասեմ, որ Հիսուսն ասում է ես եմ միակ ճանապարհը եւ ուրիշ ոչ մեկը չի կարող Աստծուն գալ, եթե ոչ Հիսուս Քրիստոսով։ Եվ սա է միակ հավատքը, որ մենք ունենք, որ միայն եւ միայն Հիսուսն է տանում մեզ դեպի Աստված։ Նույն սկզբունքով ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Երկրորդ մի կյանք չկա, այլ տրված այդ մեկ կյանքը ինքը Հիսուս Քրիստոսն է։ Նույն սկզբունքով Հիսուս ասաց. ես եմ աշխարհի լույսը։ Չասավ որ միջին արևելքի լույսն եմ ես։ Կամ այսինչ քաղաքի լույսն եմ։ Աշխարհի լույսն եմ։ Եվ այդ աշխարհի լույսը զուտ միայն ֆիզիկական ասպեկտներով չի, որ այսինքն գործում է, ինչպես ասենք արեգակը, որ Աստված դրեց լուսավորելու համար, բայց հենց խոսեցինք այդ խավարի շրջանի մասին, որ մարդիկ անցան, եւ Հռոմեացիս առաջի գլխի մեջ
գեղեցիկ ձևով առաքյալը բացատրում է, որ մարդիկ ճշմարտությունը չճանաչելով իրենք ասեցին իմաստուն են եւ հիմարացան եւ անեղծ, այսինքն չստեղծված Աստծո փառքը փոխեցին եղծանելի ստեղծվածներով, մարդկանց կերպարով, ասենք առարկաների կերպարով, ստեղծվածներով, լուսին, արև, աստղեր եւ այլն, եւ ասում է Աստված թույլ տվեց, որ իրենք այդ ճանապարհով ընթանան, որովհետեւ իրենք ճշմարիտ լույսին չընդունեցին։ Շատ հետաքրքիր բան ես ասում, Վարդան ջան, շատ հետաքրքիր, որովհետեւ ես ուզում եի նույնիսկ նշել այդ փաստը, որ եթե ազգը կամ ժողովուրդը կամ անձնավորությունը մեկ անգամ մերժում է, դիմադրում է այն ձևով, որ ես չեմ ուզում ընդունել ճշմարտությունը, դու ճիշտ ես ասում, Աստված ասում է շատ լավ, գտի քո ճշմարտությունը եւ ես ուզում եմ, որ դու տեսնես, թե ինչ հունձք դու կունենաս, ինչ արդյունք դու կունենաս այդ քո ասած ճշմարտությունից։ Եվ մենք պատմության մեջ ենք տեսնում Գերմանիայի նման քաղաքակիրթ ազգը, որը մի ժամանակ որոշեց մերժել ճշմարտությունը եւ ընդունել ինչ որ մի Ադոլֆ Հիտլեր կոչված մարդու գաղափարախոսությունը, որովհետեւ դա հաճելի էր իրենց լսելիքին, որ մենք ուրիշ ազգերից լավն ենք, որ Դոյչլանդը մնացած ազգերից ավելի լավն է, որ մեր գլխի ձևը ավելի լավն է, որ մենք հատուկ ինչ որ արիական ռասա ենք, եւ դուք կտեսնեք, թե ինչ չարիքների եւ ինչ սարսափների առաջ կանգնեց այդ ժողովուրդը եւ 30-ական թվականներին նույնիսկ Հիտլերը արգելել էր հովիվներին քարոզել նշելով Հիսուսը որպես միակ ճանապարհ կամ ընդհանրապես հրյա անունը օգտագործել։ Պետք է ասել, որ Հիսուսը դա ճանապարհներից մեկն է եւ այլն եւ այլն։ Եվ այսպիսի մոլորություններին իհարկե մարդիկ խոցելի են դառնում եւ իհարկե մտությունը, մտքի մտությունը սկսում է տանել դեպի կուրության։ Եվ Հիսուսը այստեղ շատ զորավոր մի բան է ասում, որ եթե դու ուզում ես ազատվել այդ մտությունից, եթե որդին, Հովհաննես ավետարանի մեջ, եթե որդին քեզ ազատի, դու իրոք ազատ կլինես։ Այո, հրաշքանչելի։ Միասին մենք խոսեցինք, թե ինչպես Հովհաննես ավետարանիչը գրեց Տեր Հիսուսի մասին, որ ինքն է աշխարհի լույսը եւ այդ լույսը աշխարհ գալով բոլոր հավատացողների սրտերը եւ մտքերը կլուսավորի։ Եթե ասում ենք ճշմարիտ լույս, գոյություն ունի նաեւ խավար։ Այո։ Լույսի թագավորություն եւ նաեւ խավարի թագավորություն։ Եվ ահա Կողոսացիս առաջի գլխի մեջ հետեւյալ համարներին ենք ականատես լինում։ Գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերի վիճակին մասնակից անելուն արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց։ Ինչ սքանչելի խոսքեր են։ Մեզ ազատեց խավարի իշխանությունից։ Խոսենք այս իշխանության մասին։ Խավարի իշխանություն, որ գոյություն ունի եւ դա վստահ սատանայի իշխանությունն է, որ այս աշխարհի վրա 6000 տարի է գոյություն ունի, տիրապետում է եւ շատերը ճշմարիտ լույսը չգտնելով այդ իշխանության մեջ խարխափելով միջև հավիտենական կորուստ են գնում։ Այո, այս թեմայի մեջ իհարկե շատ մարդկանց զարմացնում է այն փաստը, որ գոյություն ունի սատանա եւ այդ սատանա բառը շատերի մոտ առաջացնում է կասկածանք եւ մարդկանց թվում է, որ դա սնոտիապաշտ ինչ որ մի պարավական լեգենդների առասպելների նման մի բան է եւ մենք կրթված մարդիկ ենք եւ սատանային չենք հավատում եւ իհարկե մեր արվեստը ներկայացնում է սատանային տարբեր տեսակի զավեշտական կերպարանքներով պոչավոր, այլանդակ եւ Հոլիվուդը այդ ֆիլմերը շատ գեղեցիկ ներկայացնում է վախենալու եւ այլն, բայց իհարկե մենք չենք հիմա մանրամասն սկսի չարի գոյության, դա շատ փիլիսոփայական բարդ խնդիր է, բայց մի բան մենք գիտենք, որ Աստվածաշունչը շատ պարզ ասում է երկու թագավորությունների մասին, որ կա խավարի թագավորություն եւ կա լույսի թագավորություն։ Եվ ինձ թվում է հատուկ ջանքեր հարկավոր չեն մարդկանց ապացուցել, որ խավար գոյություն ունի, չարը գոյություն ունի։ Մեր աշխարհը բավականին չարություն ունի իր մեջ արդեն։ Այո։ Եվ եթե երբևէ դուք ուզում եք համոզվել չարի գոյության մեջ, դուք կարող եք տեսնել պատմությունը, կարող եք նայել ձեր շուրջը,
կարող եք գնալ բանտեր, կարող եք նայել հեռուստացույցը, թե ինչ էր կատարվում այսօր եւ շատ պարզվի թե ինչ ակունքից են այդ հանցագործները, այդ սարսափելի ոչռագործները։ Գիտես, ներողություն ընդհատում եմ, շատերի համար այդ իշխանության մասին խոսելը, խավարի իշխանության, սատանայի մասին, ուղղակի ծիծաղ էր առաջացնում միջև սեպտեմբեր 11-ի դեպքերը, որից հետո շատ հանրահայտ մարդիկ, բավական մեծ պաշտոն եւ դիրք ունեցող հասարակության մեջ մարդիկ խոստովանեցին, որ իրապես հիմա հավատում ենք, որ սատանա գոյություն ունի եւ այս ամեն կատարվածը նրա ձեռքերի գործն էր, որ ասենք իրեն հանձնված մարդկանց միջոցով ինքը իրականացրեց այդ սարսափելի բանը, երբ որ Նյու Յորքի այդ բարձրահարկ շենքերը հարվածվեցին։ Դա շատ մեծ ողբերգություն էր եւ ցավոք սրտի մարդկանց շատ դժվար է համոզել, որովհետեւ մի կողմից մարդիկ ասում են մենք չենք հավատում չարի գոյությանը, բայց երբ որ չարը հայտնվում է, մարդիկ սկսում են բողոքել, թե ինչու է Աստված թույլ տալիս այդպիսի բաներ։ Երբեմն Աստված թույլ է տալիս, որ գոնե մենք համոզվենք, որ չարը գոյություն ունի։ Առաջի հերթին եւ երկրորդ հերթին կարողանանք բարին ընտրել։ Եվ քրիստոնեական կյանքը հետեւյալն է, որ առաջի հերթին մենք ինչպես պետք է իմանանք, մենք անցանք այդ սահմանը թե ոչ։ Քրիստոնեական կյանքը, իսկական ապաշխարությունը, Հիսուսի լույսը մեր կյանքի մեջ նշանակում է, որ մենք խավարից անցնում ենք դեպի լույսը։ Եվ Հիսուսը Հովհաննես 3:20 3-րդ գլուխ 20-րդ համարում ասում է, որ ինչու մարդիկ երբեմն չեն ուզում գալ լույսին։ Ասում է, որ այսքան գեղեցիկ թագավորություն է Հիսուսի թագավորությունը։ Եթե Հիսուսը այդքան բաներ առաջարկում մարդկանց, ինչու ոչ բոլորն են ուզում գալ Աստծուն։ Եվ Հիսուսը 3:20 Հովհաննես 3:20-ի մեջ ասում է, որ այն մարդիկ, որոնց գործերը չար են, խավարի մեջ են, վախենում են գալ դեպի լույսը, որովհետև լույսը կբացահայտի իրենց չար գործերը։ Հետևաբար մարդիկ ավելի եւ շատ անգամ մարդիկ, ովքեր որ քննադատում են քարոզիչներին եւ քննադատում են քրիստոնեական կրոնը եւ վայրահաչում են Հիսուսի փառքի նկատմամբ եւ տարբեր տեսակի քննադատություններ եւ Աստծո ժողովրդի եւ եկեղեցիների, գիտեք ինչ, ինձ թվում է, որ այդ քննադատությունը ոչ թե պայմանավորված է իրոք ինչ որ էական հիմքով, այլ ավելի շատ այդ քարոզչությունը իրենց բնույթն է բացահայտում։ Եվ որպեսզի իրենք լույսից հեռու մնան, որպեսզի վախենում են լույսի մոտ գալ, որովհետև իրենց էությունն է բացահայտում եւ Աստծո խոսքը իրենց էությունն է բացահայտում եւ մարդիկ չեն ուզում դա ընդունել։ Իհարկե խավարի իշխանության մասին խոսելով մենք գիտենք, որ շատ ժամանակվաներից եւ նույնիսկ Աստվածաշունչը իմիջիայլոց տարբեր անուններ ունի խավարի իշխանի մասին։ Հիմա մենք չգիտենք թե ինչպես է առաջացել տարբեր տեսություններ կան, սատանան այստեղից է եկել, այնտեղից է եկել։ Հիմա դրա մասին չենք խոսում, մենք պարզ գիտենք, որ Աստվածաշունչը պարզ խոսում է խավարի իշխանի մասին, որ գոյություն ունի չար զորություն այս աշխարհի մեջ, որը բարուն միշտ դիմակայում է, եւ այդ չար զորությունը Աստվածաշունչը ներկայացնում է որպես բամբասող, բանսարկու, այսինքն բանսարկուն ինչ բան է, մենք իհարկե բանսարկող բառացիորի ինձ թվում է մեր մշակույթի մեջ դա այդքան էլ դժվար բան չի, բանսարկությունը եւ ընդհանրապես բոլոր մարդկանց մեջ, երբեւե դուք տեսել եք, այո, որ մեկը մյուսի ընտանիքը քանդել է, ընդհանրապես մի լեզվի բամբասանքից, կամ բանսարկու, այսինքն ոչ մի բան չկա, ոչ մի բանից կամ չոպը գերան է դառնում եւ դուք պատկերացրեք մի չար բամբասանքի խոսակցություն ինչ ավերածություններ կարող է ունենալ եւ սատանայի մասին Աստվածաշունչը ասում է բանսարկու, այսինքն բամբասող մարդկանց նկատմամբ Աստծո առջև, այսինքն խառնակիչ, որը հունարեն լեզվով կոչվում է դիաբոլոս, որտեղից եւ devil կամ diavolo իսպաներենով է եւ երևի իսպաներեն էլ ունի եւ դա հունարեն հիմք ունի diabolos, diaboleo, այսինքն բանսարկություն եւ խառնակչություն եւ իհարկե Հիսուսը ասում է, որ միայն եւ միայն Հիսուս Քրիստոսն է, որ եկավ, որպեսզի չարի diabolosի, Սատանան եւ եվրայերեն շեյթան բառից է նաեւ գալիս։ Որ արաբերենում մեջ է այո, նույն շատ նման են, որպեսզի իր չար գործերը քանդի։ Եվ սիրելիներ, ինչ է ասում Հիսուսը, որ Սատանան գալիս է միայն մեկ նպատակով։
քանդել, ավերել, գողանալ, այո, եւ ինչ է գողանում սատանան։ Մենք տեսնում ենք, որ գողանում է մեր ընտանեկան խաղաղությունը, գողանում է մեր խաղաղությունը, մեր հավիտենական կյանքը ամենակարևորը, մեր առողջությունը եւ ինչքան որ ահավոր եւ այլանդակ, այլասերված արտահայտություններ կան մարդկային կյանքի մեջ, դա իր ակունքը ունի, իր ներշնչանքը ունի սատանայից։ Եվ երբեմն ամենաիմաստուն մարդիկ զարմանում են, թե ինչպես կարող է Աստծո փառքը մարդը կարող է փոխել առասպելներով եւ նույնիսկ հասնել այն մակարդակին, որ մենք ինքներս հավատանք, որ սկանչելի մարդկային բնությունը առաջացել է նողկալի կապիկներից կամ ջրային ինչ որ երևույթներից։ Սա հենց խավարի իշխանության եւ նրա իշխանի գործնեության մի արդյունքն է, որ մարդկանց մտքերը եւ սրտերը խավարեցրել է։ Այո, ճիշտ է, որ երկրավոր իմաստություն գոյություն ունի։ Եվ գիտությունը շատ առաջացել է եւ տարբեր հայտնագործություններ են եղել, մարդիկ խելացի հայտնագործել են եւ հասել են շատ բաների, այսօր գիտությունը պարգևն է նաեւ մարդկության։ Սակայն սատանան այդ ամենը գործածում է ուրիշ նպատակով, Աստծո գործնեության դեմ հակառակը գործելու համար։ Եվ ինչ այսօր մարդկանց գլխների տակ բարձ է դրել, որ այս է աշխարհը, այսպես պիտի գա եւ այսպես պիտի գնա, այս մի կյանք ունեք 60 է, 70 է, 80 տարի է, ինչ որ է, հաճույքներով, ամենայն զվարճություններով, վայելելով անցկացրեք, մեկ է մի օր պիտի մեռնեք։ Սակայն ճշմարիտ լույսը Հիսուս Քրիստոս եւ հայտնվեց եւ նրան հավատացողների սրտերը եւ մտքերը լուսավորեց, մենք ճանաչեցինք ստեղծիչ Աստծուն, մենք ճանաչեցինք մեր Փրկչին, մենք ճանաչեցինք ու հասկացանք, որ այս կյանքից հետո կա մի ավելի լավագույն եւ չվերջացող մի կյանք, որ կոչվում է հավիտենական կյանք։ Եվ այն ամեն բաները, որ մարդու բնության մեջ կան, Աստծո խոսքի լույսի ներքո բացահայտվեցին։ Օրինակ մենք հասկացանք, որ մենք ծնունդով մեղավոր մարդիկ ենք, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ։ Աստծո խոսքն է այդ բանը ապացուցում ուղակի եւ հասկանալով, որ մենք մեղավոր ենք, զգացինք Փրկիչի պետքություն եւ Հիսուս Քրիստոսին իբրև մեր անձնական Փրկիչ ընդունեցինք, որ մեր մեղքերի համար վճարեց այդ penalty-ն, այսինքն այդ տուգանքը, որ մենք պիտի վճարենք, Հիսուս իր արյունան միջոցով վճարեց եւ մենք ազատվեցինք գալիք ահավոր դատապարտությունից։ Միջայլոց ոչ մի կրոնի մեջ, եթե սիրելի հեռուստադիտողները ուզենան հարցնել, թե բա ինչպես մյուս կրոնները, ինչպես ինչու միայն քրիստոնեությունը, շատ պարզ։ Առաջի հերթին մենք պետք է հասկանանք, թե որ կրոն է արդյոք վճարում մեր մեղքերի համար կյանքով։ Ոչ մի կրոն դա չի առաջարկում բացի քրիստոնեությունից, որը ավելի տրամաբանական է, եթե նույնիսկ իմաստությամբ մտածենք, որ միայն Հիսուս Քրիստոսն էր, որ իր արյունով իր կյանքը վճարեց։ Սա ավելի լուրջ process է ինձ թվում, քան մյուս կրոնները։ Իր կյանքով վճարեց մեր մեղքերի համար եւ երկրորդը Աստվածաշունչը ասում է հետեւյալը. եթե դու ուզում ես իմանաս, թե ով է իսկական հովիվը, ճիշտ հովիվը, շատ անգամ ձեզ էլ հարցրած կլինեն, թե ինչպես իմանանք, եղբայր ջան, այսքան քարոզիչ կա, ամեն մեկը մի բան ասում է, ում հավատանք, ինչպես իմանանք, որ կրոնն է ճիշտ։ Շատ պարզ Հիսուս այդ խոսքերն ասել է, որ եթե ուզում ես իմանաս ով է բարի հովիվը նա է, որ իր ոչխարների համար, այսինքն իր հոտի համար իր կյանքը դնում է, այսինքն վարձված հովիվ չի, ուսուցիչ չի, Սիդդհարթա Գաուտաման չի, որը բուդդիզմը հիմնադրեց, կամ Մուհամեդը չի, կամ Ջոզեֆ Սմիթը չի, Չարլզ Ռասելը չի, այլ իր կյանքը դրեց իր ոչխարների համար, իր հոտի համար, իր գառների համար։ Սա է իսկական հովիվը։ Իսկ վարձու հովիվը, ասում է Հիսուսը, վարձու հովիվը այո, ուսուցիչ է այսօր իր փառքի համար, վաղը մյուս օր, եթե ինչ-որ վտանգ լինի, իր ոչխարներին կթողնի եւ կփախնի։ Իհարկե սա է այդ հիմնական տարբերությունը, որ մենք տեսնում ենք։ Եվ Աստծո խոսքը շատ կտրուկ ձևով զանազանությունը դնում է լույսի եւ խավարի։ Այսօր Աստծո խոսքը ճշմարտությամբ խոսում է։ Խոսվում է նաեւ հակառակը,
Աստծո խոսքի անվան տանք, ոմանք նաև գործածում են Հիսուս Քրիստոս անունը, բայց արդյոք նրանց բերածը Քրիստոսի լույսն է, թե դրա հետևում կան զուտ անձնական շահեր, գոյություն ունի մարդու փառք, գոյություն ունի մի միտում մարդկանց մոլորեցնելու։ Եթե մենք ուզում ենք ճշմարիտ լույսին հետևենք, Հիսուս Քրիստոսն է միայն։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ իմ խոսքերս ձեր ոտքերին ճրագ եւ ձեր շավիղներին լույս են։ Իսկ մենք խոսեցինք, որ Աստծո խոսքը բանն Աստծո ինքը Հիսուս Քրիստոսն է, որ կարող է ամեն մարդու ճանապարհը լուսավորել միջև հավիտենականություն։ Դա շատ կարևոր բան ասացիր Վարդան, որովհետև իրոք այսօր եւ միշտ էլ դա եղել է, որ կան կեղծ ուսուցիչներ, ովքեր որ ճիշտ եք ասում, որ Հիսուսի անունը օգտագործելով եւ նույնիսկ կախարդները, որ կախարդություն են անում, եթե դուք իրենց հարցնեք, մենք Հիսուսի անունով ենք դա անում, Հիսուսը փառք Աստծո եւ այլն։ Եվ ինչպես կարող ենք մենք զանազանել դա։ Իհարկե ես հասկանում եմ, որ մեր ժողովրդի համար շատ դժվար ընտրություն է առաջարկում։ Ժողովուրդը պետք է ուշիմ լինի այնքան, որ կարողանա զգա, բայց ինձ թվում է դա նաև այդքան էլ դժվար չի։ Հետևենք Հիսուսի խոսքերին։ Հիսուսը հետևյալն է ասում, որ շատ գայլեր ոչխարի հանդերձով մտնում են հոտի մեջ։ Սա ինչ է նշանակում, որ անմեղ ձևանալով, աստվածավախ ձևանալով, աստվածապաշտ կերպարանքով մտնում են եւ սկսում են տպավորություն թողելու համար մի փոքր կարա հուզվի, որպեսզի ցույց տա, որ ինչ անկեղծ մեկը։ Պատկերացրեք շատ եւ շատ դժվար է կեղծիքը իրականից զանազանել, եթե իրականը լավ չես ճանաչում։ Եթե ենթադրենք կա դոլարային բանկնոտ եւ մեկը իսկականն է եւ մյուսը կեղծը։ Ինչ է նշանակում կեղծ։ Կեղծ նշանակում է շատ նման է, բայց իրական չէ։ Իսկ ինչպես պետք է մենք կարողանանք կեղծը որոշել սովորելով իրականը։ Այո։ Ոչ թե հետազոտելով կեղծը, այլ հետազոտելով իրականը։ Ինչքան մենք ճիշտ իմանանք իրականությունը, այնքան ավելի հեշտ կզանազանենք կեղծիքը։ Դրա համար ոչ թե պետք է մեր ամբողջ կյանքը նվիրենք սրան նրան քննադատելով, այս կեղծիքը ուսումնասիրելով, այլ ուսումնասիրենք ճշմարտությունը, Աստծո խոսք եւ դրանից հետո արդեն կեղծիքը կերևա եւ Հիսուսը ասում էր, որ նրանց պտուղներով դուք կճանաչեք։ Իսկ ինչ է, դուք ուշադրությամբ լսեք ուսուցչությունը, որ ձեզ ինչ որ բան սովորեցնում է, կապ չունի թե ինչ աստվածա վաղ կամ աստվածահաճո կերպարանքներ կան, ուսուցչության էության վրա ուշադրություն դարձրեք։ Եթե ուսուցչությունը սերմանում է թշնամություն, ատելություն ուրիշ ազգերի նկատմամբ, թշնամություն Աստծո խոսքի նկատմամբ, ինքնագովություն, ազգապաշտություն, ցեղապաշտություն, մենք բոլորից ամենալավն ենք, մնացածը վատն են եւ տարբեր տեսակի այդպիսի բաներ, սա կեղծիքը եւ պետք է հեռու կանգնենք մենք դրանից։ Եվ իհարկե պարզ Հիսուսը ասում է, որ պտուղը, ինչը Սուրբ Հոգու պտուղը, իսկական աստվածահաճո պտուղը սեր, խնդություն եւ խաղաղություն, մնացած բոլոր այդ քաղցր մարդկային իմաստուն գեղեցիկ արժանինքները, որ միայն եւ միայն Հիսուսի մեջ են։ Այո։ Եվ այս լույսը, եթե մեկը չի ճանաչում, Հիսուս Քրիստոս լույսը ինքնըստինքյան ինքը խավարի մեջ խարխափում է։ Որքան էլ լուսավոր բնականներում բնակվի, որքան էլ վայելի արևի լույսը, սակայն այստեղ կա նաև հետևյալ բանը, որ հայտնի հայկական երգը ասում է, որ արեգակին պետք է հեռվից նայել, կայնի եթե շատ մոտենաս, ուրեմն եւ նաեւ այսօր մաշկի քաղցկեղել է առաջացնում արեգակը, հետեւաբար մենք պիտի նայենք ճշմարիտ լույսին, որին որքան որ մոտենաս, այնքան ինքը քեզ պիտի մոտենա, որքան մոտենաս այդ քաղցրությունը պիտի զգաս եւ քո սրտիդ մեջ խաղաղություն եւ ամեն տեսակ սքանչելի պտուղներ պիտի զգաս, որովհետեւ Հիսուս Քրիստոս ինքը շատ քաղցր է։ Երբ որ մարդը սկսում է ճանաչել լույսին, դրանից հետո այդ մարդուն խաբելը շատ դժվար է։ Այո։ Երբ որ մարդը ճանաչում է իսկական ճշմարտությունը, եթե քո սիրտը լցված է իսկական աստվածապաշտությամբ, հավատքով դեպի Հիսուս, շատ դժվար է քեզ ենթարկեցնել, այդ մանիպուլյացիայի ենթարկել, կառավարել
Եվ հիմա մարդիկ հակված են մեկը մյուսին ենթարկեցնելու եւ պատմության մեջ մենք տեսնում ենք կոմունիստները, մյուս իզմերը մարդու սիրտը սիրում են կառավարել եւ երբևէ ձեզ հարցրել եք ինչու են այսքան քրիստոնյաները, ճշմարիտ քրիստոնյաները ավտորիտար միապետական ռեժիմների երկրներում հալածվում եւ սպանվում։ Նրանք ոչ պետությանը վատ բան են ասում, ոչ չարագործություններ են անում, ոչ հանցագործություններ են անում։ Ինչու են այդքան միապետները եւ դեսպոտները ուզում քրիստոնյաներին սպանել, որովհետեւ քրիստոնյաներին դժվար է կառավարել սուտ վարդապետություններով։ Այո, շատ ճիշտ։ Որովհետեւ եթե քո սրտի մեջ ապրում է Հիսուս Քրիստոսը, ոչ մի իզմ, ոչ մի թմրամոլություն, ոչ մի ֆաշիզմ, ոչ մի ազգապաշտություն, ոչ մի պարավական առասպելներ, սնոտիապաշտություն, արևապաշտություն, ամեն տեսակի փուչ ուսուցում քո վրա իշխանություն չի կարող ունենալ, որովհետև եթե դու տեսած լինես իսկական էությունը, կեղծիկը շատ եւ շատ սնանկ կթվա քո համար։ Եվ իհարկե ես ուզում եմ հիշել մեկ շատ հանրաճանաչ Աստծո մարդու խոսքը, որի անունն է Մարտին Լյութեր, որը 16-րդ դարի մեծ բարեփոխիչ ռեֆորմատոր Աստծո զորավոր ծառաներից, որ ամբողջ Եվրոպան եւ ամբողջ աշխարհը տարավ դեպի ավետարանական ճշմարիտ հավատքը, ինչ էր ինքը ասում, ինքը եւ շատ կրթված անձնավորություն էր եւ ինքը Գերմանիայի համալսարանի պրոֆեսոր էր եւ նաեւ ճանաչում էր շատ տարբեր գիտություններ եւ ինքը ասում էր, որ գիտնականը ինչքան էլ որ զարգացած լինի գիտության անդառի մեջ քայլում է, ասում էր, եւ տեսնում է ծառերը, բայց ամբողջ անդառը չի տեսնում։ Դու կարող ես լինել անդառի մեջ, տեսնես անդառը կազմող ծառերին, բայց դու տեսնում ես միայն ծառերը, անդառը քեզ չի երևում։ Ասում էր, բայց միակ ճշմարիտ գիտությունը աստվածաբանությունն է, Աստծո ուսուցումն է, վարդապետությունն է, որ վերևից է նայում եւ տեսնում է եւ ծառերը եւ ամբողջ անտառը եւ գիտնականներն էլ այդ անտառի մեջ եւ հետեւաբար մենք կարող է շատ բան սովորենք, շատ բան իմանանք, մտնենք գիտության անտառի մեջ, բայց անտառը չտեսնենք, ամբողջ պատկերը չտեսնենք, տեսնենք միայն ծառները եւ միակ Հիսուսի վրա ունեցած մեր հավատքն է, որ դու կտեսնես դու որտեղից ես գալիս, ուր ես դու գնում, որն է քո խնդիրների պատճառը, մեղքը, բոլոր գիտությունը կունենաս եւ իհարկե ամենակարևորը Հիսուսը ասեց, որ եթե ով որ ինձ հավատա, հավիտենական կյանք կունենա։ Իհարկե հավիտենական կյանքի մասին միգուցե սա առասպել է թվում շատերի մոտ, բայց հավիտենական կյանքի նկատմամբ մեր ցանկությունը արտահայտվում մեր հեքիաթներում եւ մեր ազգի տարբեր առասպելներում եւ ամբողջ մարդի մեկը անմահական խնձորի մասին է խոսում, թակավորը, անմահական ջուրը, մյուսը անմահական փնտրտուքը եղել է, այդ փնտրտուքը կա, որովհետեւ մարդու հոգին միշտ ըմբոստանում է այս մահվան իմաստը։ Ինչն է իմաստը, եթե ես պետք է ապրեմ եւ վերջում մահանամ, բայց Հիսուս Քրիստոսը ասում է, եթե ինձ հավատաք, եթե նույնիսկ մեռնեք, պետք է ունենաք հավիտենական կյանք եւ ամենակարևորը սա է, որ դու ազատվում ես մահվան վախից եւ Հովհաննես 8:12-ում Հիսուսը ասում է, որ ես եմ աշխարհի լույսը եւ եթե դուք հետևեք ինձ, դուք էլ կունենաք այդ լույսից։ Հետաքրքիր է նաեւ որ Հիսուսը ասում է, որ ես եմ աշխարհի լույսը, բայց դրանով չեմ սահմանափակվում, այլ դուք ձեզ իմ ժողովրդին հավաքում եմ եւ տալիս եմ իմ լույսից, որպեսզի դուք ինքներդ գնաք եւ լուսավորեք։ Մարդիկ այսօր որ սփռում են լույսի փոխարեն մթություն, ատելություն եւ գիտեք ինչ, եթե մենք այսօր ուրիշ ազգերի նկատմամբ ատելություն ենք սփռում երիտասարդների մեջ, ազգապաշտություն, նացիոնալիզմ, սիրելիներ, սա բումերանգ է։ Եթե դու ցանում ես չար սերմ, ես 100%-ով խոստանում եմ ձեզ, այդ սերմը կվերադառնա մեր վրա։ Եթե դու այսօր անիծում ես ուրիշ ազգերին, ուրիշ ազգերը տասնապատիկ պետք է քեզ պատժեն։ Եթե դու այսօր քանդում ես ուրիշի տները, քո տունը պետք է քանդվի։ Սա բումերանգ է, Աստծո օրենքն է, բայց Աստված ասում է ցանիր բարի սերմ։ Սեր։ Եվ եթե դու ցանում ես սեր, կհավաքես սեր։ Եթե դու օրհնում ես ազգերին, ազգերը քեզ կօրհնեն։ Եվ եթե դու
ապրում ես աստվածահաճո կյանք, դու կլինես օրհնված։ Եվ իհարկե ես այսօր կոչ եմ անում բոլորին, որ մենք թողնենք չար գործերը, չգնանք սուտ ուսուցիչների հետևից, լսելիքը շոյող, առասպելների հետևից, հեքիաթների հետևից, այլ կազմենք մեր ճիշտ աստվածահաճո կյանքը Հիսուս Քրիստոսի ճշմարտության վրա հիմնվելով։ Այո։ Հովանու 8-րդ գլխի այդ համարը որ բերեցիր, որ Հիսուս ասաց ես եմ աշխարհի լույսը եւ դուք այդ լույսը կունենաք, այո, բոլոր նրանք ովքեր որ հավատացին, Քրիստոսի լույսը իրենց մեջ ծագեց։ Երբ որ Աստված ասավ, եղեցին լույս եւ ինքը մեր սրտերի մեջ ծագեց Հիսուս Քրիստոսի անձով, ոմանք ասում են որ դե լավ դուք այդ լույսը ունեք, ձեզ համար պահեցեք, մենք էլ խավարի մեջ կքայլենք, բայց միթե հնարավոր է որ մեկը լույս ունենա եւ այդ լույսը սեղանի տակ դնի կամ ասենք մահճակալի տակը պահի, չէ որ մարդիկ լույսը վեր են դնում, որպեսզի ամբողջ շրջապատը լույսավորվի։ Եվ ասում է քաղաքը, որ լեռան վրա է, չի կարող ծածկված մնալ, որովհետև լույսը պիտի լուսավորի։ Ի վերջո Քրիստոսի լույսը, որ մենք ստացանք, մենք չենք կարող հանգիստ նստել մնալ։ Մենք այդ Աստծո հոգին է, որ մեր մեջ գործում է, որպեսզի այս լույսը տարածենք, որպեսզի ուրիշներն էլ ճանաչեն, որպեսզի ուրիշներն էլ այդ լույսը ընդունեն։ Միջայրոց զարմանալի է, որ իրոք նույնիսկ ֆիզիկայի տեսակետից հնարավոր չի, որ մթությունը լինի այնքան ուժեղ, որ լույսին մարի, հասկանում եք, այսինքն ինչքան էլ ուժեղ լինի մթություն, մի փոքր լույսը այդ մթությունը վերացնում է։ Հնարավոր չի ասել ուժեղ մթություն է, այնքան է մթությունը ուժեղ, որ լույսը չի երևում։ Մի փոքր լույսը, եթե նկատել եք ամենախավարի մեջ, եթե մի փոքր լուցկի վառեք, խավար անմիջապես անհետանում է։ Ամենայնիվս շրջակայքը եթե մեր կյանքի մեջ այդպիսի խավարի եւ թե նույնիսկ մի փոքր քայլ դեպի Աստված, Հիսուսի ներկայությունը ձեր կյանքի մեջ կարող է շատ բաներ լուսավորել։ Իհարկե այդ լույսը ունի մեդալը ունի երկու կողմ եւ Աստվածաշնչի մեջ Հիսուսը Հովանու ավետարանի մեջ մի կույր մարդու է բժշկում եւ միայն դրանից հետո սկսում է լույսի մասին խոսել։ Սկզբից տալիս է ֆիզիկական լույսը, պատկերացրեք ինչքան սարսափելի բան է, երբ որ գիտեք կարելի է ոտք չունենալ, ձեռք չունենալ, բայց որ դու աչք չունես, լույսը չես տեսնում, դա ահավոր հիվանդություն է։ Եվ Հիսուսը բժշկեց այդ կույրին, աչքերը բացեց, լույս տվեց ֆիզիկական եւ հետո ասեց ես եմ այս աշխարհի լույսը։ Լույսը աշխարհ եկավ, 2000 տարի է, լուսավորում է բոլոր նրանց, ովքեր որ ընդունում են, այդ լույսը կա, այդ լույսը միջև շնորհքի շրջանի վերջ պիտի գործի։ Նրանք ովքեր ընդունեն եւ ընդունել են, երանելի են, եւ ովքեր էլ պիտի ընդունեն, նրանք էլ երանելի են, բայց նրանք ովքեր որ չեն ընդունել եւ հիմա էլ մերժում են ընդունել, մատների արանքով են նայում, անգամ նաեւ ծաղրում են, ինչ է գրված Աստծո խոսքը ասում է Հովանու ավետարան 3:19 համարից։ Այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ ու մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Վասի ամեն ով որ չար կգործե, անիկա լույսը կատե եւ լույսի մոտ չի գա, որպեսզի իր գործերը չհանդիմանվին։ Բայց այն որ ճշմարտությունը կգործադրե, լույսի մոտ կգա, որպեսզի հայտնի լան թե իր գործերը Աստծով գործվեցին։ Ուրեմն այստեղ խոսում է այն մասին, որ եթե մեկը աշխարհի լույսը Հիսուս Քրիստոսը չի ընդունում, ինքը դատապարտության տակ է Աստծո կողմից։ Սա մենք ասում ենք այս խոսքերը հաճույք չենք զգում ասելուց, ընդհակառակը ցավ ենք զգում, որովհետև մեր ամեն հայրենակցի, մեր ամեն հայորդի համար մենք ցավում ենք, որոնք որ այս լույսը Հիսուս Քրիստոսին չեն ճանաչում։ Թերևս ոմանք ասեն, որ գիտենք Հիսուսին, այո, 2000 տարի առաջ եկավ, խաչի վրա մեռավ, այո, միայն զուտ պատմություն իմանալը քիչ է։ Հիսուս Քրիստոսին իբրև լույս մեր սրտերի մեջ պիտի ընդունենք։ Մեր սրտերի մեջ ընդունել եւ այդ լույսը առաքելություն ունենք, այդ լույսը տանելու դեպի մյուսները։ Եվ շատ անգամ մարդիկ հարցնում են. «Բա որ Աստված մեզ սիրում է, բա ինչու այս մարդը լավ չի, բա որ Աստված սիրում է այս մարդուն, ինչու այս մարդը վատ ապրում»։ Գիտեք Աստծո պատասխանն ինչ է։ Քո սիրտը ցավում է, գնա եւ օգնի այդ մարդուն։ Այո։ Եթե քո սիրտը ցավում է քո երկրի համար, բա ինչու Աստված իմ երկրին չի օրհնում։
ինչ որ լավ բան արա քո երկրում։ Արա։ Եվ հետեւաբար շատ զարմանալի է, բայց եթե երբ որ դու ընդունում ես Հիսուսի լույսը քո մեջ, քո ամեն ինչը սկսում է փոխվել։ Քո լեզուն է սկսում փոխվել, քո խոսակցությունն է, քո վարվելաձևը, մտածելակերպը եւ դա է, որ այդ լույսը սփռում է։ Հիմա միգուցե շատերը մտածեն, որ Հիսուսի լույսը ունեմ, միգուցե իմ որովայնից պետք է ինչ-որ ճառագայթներ Երևան ֆիզիկական։ Սա նշանակում է սիրելիներ, որ մենք պետք է մեր մտածելակերպով, մեր խոսակցականով ցույց տալ այդ հոգևոր լույսը եւ երբեմն զարմանալի է, բայց նույնիսկ դու կարող ես ոչ մի բան չխոսես, երբեմն այդպես է լինում։ Ոչ մի բան չասես։ Քո լռության մեջ մարդիկ տեսնում են լույսը։ Թե ինչպես են դա տեսնում, դա հոգևոր ինչ-որ բան է, որ մարդիկ կարող է քեզ ասեն, գիտես ինչ, քո կողքը գտնվելով ես հանգստանում եմ, որովհետև քո հոգին է դրական։ Նույնիսկ այդ ուժը ունի Հիսուսի լույսը, առանց խոսքի նույնիսկ քո շարժու ձևով, քո ներկայությամբ մարդկանց վրա դրական ազդել։ Այո։ Հայտնություն Հովաննուի մեջ, հայտնության գրքի մեջ, երբ որ Վերին Երուսաղեմ մասին է խոսվում, մի համար կա շատ սքանչելի համար է, որ բնութագրում է այդ քաղաքի պատկերը։ Քաղաքը արևի ու լույսի պետք չունի, ինչպես թե արև որ չլինի, ինչպես կլուսավորի։ Որ զանիկա լուսավորեն, այսինքն արևը ու լուսինը չէ, որ պիտի լուսավորեն։ Վասնզի Աստծո փառքը զանիկա կլուսավորե եւ անոր ճրակ, այսինքն լույսը գառնուկն է, Հիսուս Քրիստոսն է։ Այդ լույսը անմահական է, այդ լույսը անցողիկ է, անանցանելի է, ներողություն, եւ երբեք չպիտի վերջանա, քանի որ այդ լույսը ինքը հենց լույսի աղբյուրն է։ Հիմա մենք հասանք մեր հաղորդման վերջնակետին։ Այո, մեզ ցույց են տալիս, որ մեր ժամանակը ավարտվում է եւ Ալբերտ եղբայր, պիտի խնդրեմ, որ աղոթք անես մեր հայրենակիցների համար, նրանք ովքեր որ կուզեն աշխարհի լույսը Հիսուս Քրիստոսը ընդունել, թող Տեր առաջնորդի։ Այո, մենք կարող ենք միասին աղոթել շատ կարճ ձևով, խնդրելով Տեր Հիսուսին, ով ուզում է իհարկե ընդունել իր սրտի մեջ, ճանաչել Աստծուն, սիրելի Հայր Աստված, մենք շնորհակալ ենք քեզանից ամեն ինչի համար, որ մենք մեր կյանքի մեջ ունենք, այս օդը, որ շնչում ենք, որ քայլում ենք, ամեն մի փոքր բանը քո հրաշքն է մեզ տրված տիեզերքից Տեր Աստված եւ շնորհակալ ենք քո որդի Հիսուսի համար, այն լոգոսի բանականության համար, որ իջավ այս աշխարհ մատչելի ձևով մարդկությանը փրկելու, խնդրում ենք, որ դու մտնես մեր սրտի մեջ, լուսավորես մեր սիրտը, ներես մեր բոլոր մեղքերը եւ արժանացնես հավիտենական կյանքին Հիսուսի անունով ենք մենք խնդրում ամեն։ Ամեն։ Շնորհակալություն։ Տեր օրհնի քեզ, եղբայր։